Դիվանագիտական առճակատում է տեղի ունեցել Նյու Դելիում անցկացվող BRICS համաժողովի ընթացքում, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների արտգործնախարարները։ Նրանք մայիսի 14-ից 15-ը Հնդկաստանում քննարկում են իրանական ճգնաժամի հետևանքով առաջացած էներգետիկ եւ առևտրային հարցերը։ Աղբյուրների համաձայն փակ դռների ետևում դիրքորոշումների բախում է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իրանի նախարարների միջև։ Ասում են, որ լարվածությունը այնքան է մեծացել, որ իրավիճակին միջամտել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իրանը BRICS-ի անդամ երկրներին կոչ է արել դատապարտել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումները, այնինչ Էմիրաթական կողմը Թեհրանին մեղադրել է հարևան երկրներին թիրախավորելու մեջ։ Քննարկումից հետո հարցին անձամբ անդրադարձել է Աբբաս Արաղչին, բացեիբաց մեղադրելով Աբու Դաբիին պատերազմում Վաշինգտոնին աջակցելու համար։ Աբու Դաբի-Թեհրան դիվանագիտական հակամարտությունը ուղեկցվում է օրերս մեծ հնչեղություն ստացած այլ հարցի համատեքստում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի դեմ պատերազմի թեժպային Էմիրություններ կատարած գաղտնի այցի մասին էր խոսել։ Էմիրությունները լուրը շտապեցին հերքել, պնդելով, որ Իսրայելի միջև կապերը աչքի չեն ընկնում ոչ պաշտոնական կարգավորումներով։ Թե ինչու է Նեթանյահուն հենց հիմա որոշել բացահայտել մեկ ամիս առաջվա իրադարձությունը, դժվար է ասել։ Չի բացառվում, որ վերջինս փորձում է կանխել Իրանի եւ արաբական երկրների կապերի հնարավոր կարգավորումը։ Այդ մասին խոսվում է նաեւ միջազգային մամուլում, որտեղ ակնարկում են արաբական երկրների եւ Միացյալ Նահանգների մոտեցումների տարբերության մասին։